Ժորժ ջան, ինչ վերաբերում է կոնկրետ պարոն Ծառուկյանին, ինչ վերաբերում է կոնկրետ առաջարկ Հայաստանին, ինչ վերաբերում է այն ասեկոսեներին, որոնք փոթթվում են համացանցում, հա, չգիտեմ, այս քաղաքական ուժի հետ կամ այն քաղաքական ուժի հետ արդեն կամ պայմանավորվածություններ, կամ չգիտեմ, մարդիկ եւ այլն, ես գիտեմ դա ինչից է։ Դե պարոն Ծառուկյանը, որ հարց տվեցին, ասացին իսկ ունեք վարչապետի տեխնացու, ասես մեկի տեղի 3-ում է։ Եվ հա ինքը ասենց ասեկոսեների շատ մեծ աղմուկ բարձրացել Ժորժ ջան, ոչ մեկին մի հավատացեք։ Այո, առաջարկ Հայաստանի բաց է բոլորի համար, ես դրա համար ասեցի, որ ինքը վերկուսակցական, հա, միավորում է բոլորի համար, առանց հններ, նորեր, չգիտեմ եսի ինչեր, հա, վարչապետի տեխնացուն, որը կառաջադրի պարոն Ծառուկյանը, Բարգավաճ Հայաստանը, Առաջարկ Հայաստանին, հա, ինքը լինելու է ապագայի վարչապետ, ստեղ խնդիրը սա է, բայց ինչ ուժեր կլինեն, ով կլինի, ում հետ ինչ, հա, տենց կմտնեն այդ կոնցեպտի, հա, ներքո առաջարկ Հայաստանի կմասնակցեն, թե չեն մտնի, ուրեմն ով ինչ ասում է, ժողովուրդ, ինձ հավատացեք էլի, հələ ոչ մի բան չկա, երբ որ կլինի, հավատացնում եմ ձեզ, պարոն Ծառուկյանը, մի խոսքով հայտարարություն կլինի եւ այդ հայտարարության ներքո արդեն բոլոր հետեւությունները կանեք, թե չէ բացում եմ մամուլը կարդում։ Իդեպ ես չի ուզում այդ թեմային անդրադառնալ, պարոն Աբովյան, ձեզ ում հետ ասես կապում են, տարբեր կուսակցություններ ներգրավում են եւ նույնիսկ անուններ են հնչում վարչապետի տեխնացուի, մի էսպիսի կարծիք էլ է ձևավորված, որ նկարներ են, Բարգավաճ Հայաստան։ Այո, նկարներ են զետեղում, որ կան մարդիկ, ովքեր նկարվում են պարոն Ծառուկյանի հետ, նկարվում են նաև Նիկոլ Փաշինյանի հետ եւ դա փաստում է այն հանգամանքը, որ դուք աշխատում եք իշխանության օգտին։ Ժորժ ջան, տեսեք, կրկին գալիս է, հա, խելք լվալու ժամանակը։ Ուրեմն մենք աշխատել ենք, աշխատում ենք եւ շարունակել ենք աշխատել միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության օգտին։ Մեր պետության, մեր ժողովրդի այլ առաքելություն չունենք, սա մեկ։ Երկրորդ, չեմ ուզում մանրանամ, բայց կարծում եմ բավական է, հա, դիտել եւ տեսնել այն տեղեկատվական աղբուզիբիլը, որը, հա, իշխանության կողմից նամանան վերջի օրերին, հա, տես սկսեց հրապարակվել, ինքը կարծում ամեն ինչ գցում է իր տեղը։ Եվ երրորդը, ինձ թվում է, գիտեք, մարդիկ արդեն ամեն ինչ շատ լավ հասկանում են եւ այդ ճիքերը, հա, մեզ կապել ինչ որ այս ուժի հետ, այն ուժի հետ, ընդ որում, հա, ոչ միայն, հա, իշխանական sense բան է։ Ժորժ ջան, մի բան իմացեք։ Սրանք այնքան ձեզ չեն հարգում, սրանք ես նկատում եմ այդ տեղեկությունները։ Այո։ Տարածողները, որ համարում են ձեզ, մեզ, ինձ էլ այդ թվում, այնքան տգետ, որ մենք պետք է հավատանք այն հանգամանքներին, հա, որոնք ընդհանրապես տրամաբանության չեն համապատասխանում։ Եվ ցավում եմ, ուղղակի, չնայած մի կողմից էլ ուրախ եմ, որ այն, հա, այդ ասեկոսեները, տարածողները իրանց այդ փողերը, ռեսուրսները, չգիտեմ, խոսացող երախները, փողով վատնում են, վատնեք, ինչքան կարակ վատնեք, այս ժողովրդին չի ստացվի, մեկը խաբել, ու ձեր մոտ չի ստացվի խաբել ժողովրդին, հա, որովհետև այս sense կուշտ են արդեն ձեր այդ բոլոր այդ խափածներից ու ասածներից։ Ծառայել ենք, ծառայում ենք եւ շարունակել ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Ծառայել ենք, ծառայում ենք եւ շարունակել ենք ծառայել համայն հայությանը։ Ծառայել ենք, ծառայում ենք եւ շարունակել ենք ծառայել մեր բոլորիս հայերիս, ընդգծում եմ հայերիս։ Այո։ Իգձերը եւ երազանքները կատարելու համար եւ այո, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե Արցախը, կեցե մեր Սփյուռքը, կեցե հայոց եկեղեցին։ Այո։ Կեցեք դուք բոլորդ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր հիմա կարող են այդ համաձայն չեն։ Որտեղ ի վերջո Ժորժ ջան, որ ասում մի ասենց նավի մեջ ենք, մի տան մեջ ենք,
Մի հատ լավ հայերեն արտահայտություն կա, մի տնից չենք, մի հալի ենք։ Այնպես որ մի հավատացեք ու միայն օրինակ ոչ միայն մեր մասով, առհասարակ։ Մի հավատացեք այն կեղտոտ հարյուրանքներին կամ այդ, չգիտեմ, ասեկոսներին գալիս է նախընտրական փուլն այս բաները լսելու լուրջ եմ ասում։ Միշտ հենվեք սկզբն աղբյուրին։